Ողջունեմ ձեզ, սիրելի քույրեր եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվական սուրբ անունով։ Բարք շնորհակալություն մեր ամենակարող Աստծուն, որ իր սուրբ ներկայությամբ մեր սրտերը ուրախացնե, մեզ գնորոգե, գզորացնե, որովհետև մենք իր զավակներն ենք։ Եվ որևէ մեկ ժամանակ մեզ մենակ չի թողնում իր խոստումին համաձայն։ Եվ մենք եկած ենք այսպիսի Աստված նպաշտելու, կենդանի Աստված նպաշտելու, պարապանելու իր սուրբ անունը, որովհետև ինք մեզ ստեղծեց իրեն փառքին համար։ Եկեք սիրելիներ, օգնգայս դերոնական աղոթքով սկսենք մեր պարապանությունը։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Շարականողնը, ուր կմեծարի Քրիստոս և իր բերած խաղաղությունը և բրդությունը։ Եկեք միանանք Սամոսերկուին, մեկ սիրտ, մեկ օգյով, պարապանենք և մեծանենք մեր Տերը, ինչպես սկսե գոհություն պիտի մատուցանեմ Տիրոջը, իմ բոլոր սրտովս, քու բոլոր սքանչելիքներդ պիտի պատմեմ, քեզմով ուրախ պիտի ըլլամ ու ցնծամ։ Եկեք գովենք և պարապանենք մեր Տիրոջ, մեր Տերը փառավոր է, աննման է, կտած է, ողորմած է։ Եկեք գովենք ու երգենք մեր Աստծուն, օրհնենք, պարապանենք իր սուրբ անուն։
Այո, մեր Դերը, մեր փրկության Աստվածը, քու ցերկիտ գործերը մեծ են մեր կյանքերում մեջ։ Գորած հրաշքները մեծ են մեր կյանքերում մեջ եւ գահային լինանում։ Լցնցանք ու արժեվդ Տեր, որովհետեւ դու մեզ փրկեցիր եւ դվիր մեզ նոր հույս, նոր կյանք։ Դեր դու մեր զորությունն ես, դու մեր ապավենն ես եւ մենք ոչ մեկ բան չենք վախենալ, քանի որ դու միշտ մեր հետ ես։ Հալելույա։ Մեզ մեղքեն ազատեց, մեզ վարկևեց կյանք հավիտյան, դվավ ուրախություն ծնծություն, նա է կյանքն ու հարությունը, նա է սերն ու սրբությունը, ամեն ծուկ պիտի ծրի, ամեն լեզու մեր Հիսուս Քրիստոսին պիտի թավանի, ամեն։ What do you
քույր կահկեջանեն, որպես մոդելա բոլորիս անհոր պարապանական աղոտ պարսացնեն, պարկ դա, որ մեր դերը սեր է, մեր դերը մեզ դված է բրգություն, ուրախություն, ծնձություն։ Երգնքի պարսության մեջ աստծո պարկ և ուրախություն մարդոց մեջ պատում։ Երեգոյան աշխավոն հայ, հավատքազեն, մեքսիվ, մեքոքի, մեզ մեկ ադերել լալորդունոս դերգա երասին, որական չտկուխոն արեցուն ես գրսես, աչկերըտ մաց է կտեսնես, դու մեն ներգան և ավատքան կիրեսներ, դու դսկիս ու բաղցան ես, ալվան և օմեգան ես, ինչպես կեզի պարկ ճիրավ, ինչպես կեզի շվարգայի չայտել, հատուրան որ կեզի վեստել մումին հարավիչ, ունես ճամպան ճշմարտությունը և կյանքը և մեզի աշխավներ մինչև վերջի շունչեզիս մերցև կերեպը վրդես, մի վաղտալգս ես ու դերը դեմ ես ու ավալերը դեմ, ես ու վրգիչը դեմ անոր հավիդենական պասուկները կեզի պաշտման եմ ես դեր, որտնյալը լաս խոստունը որ ամեն մեկուս համար է որդել, դեր մեր ավավելն ու զորություն է ներու մեջ, միշտ պատրաստ է ողներու դեր, կխնդրեմ ով դեր Իսուս բրգիչներ գայությունըտ մեր մեջ ըսկալիր է, ասպահը սկիստե մինչև վերջը ղեկավարեց, գարավարեց երկրոտ ասուրա ծամբատ սերմըտ դեր, մենի դեղ 30-60 հայրավադի բդուղ թողդա և քո ամունը հարավար։ Ամեն մի անսոր ոս ներգա է, կեզ մեջ ով տվել եմ թող չես կանի որ դուն ամեն պարյաց ամնախլյուս է, կանի որ ամեն պարի դուր կեսնել է, վերել է, դու զոր մենգիչն է, ով մեջ բողողության շուրջը։ Արկաղաչեն և պայներս է, աստուծո ողորմությունավը, որ ծեր մարդիններ ընձայեք կենթանիզով, աստուծո հագիլի որ է ծեր թանավորման, դեր Իսուս օրնես, ամեն մեկ օրնես, պատրամատերը օրնես, երկողներ օրնես, լաշողները, ներգաները մեզի տված պաժին է դոտ է, պաժին մայելով մեր գարեն են ամեն բերս մեր ալմինի մեջ լույսը, Իսուս ամեն խնդրեցի, ամեն, ներորդն է, Ուտի խնդրեմ լալո կրոչմե որպես մոդենա սաղմոս, ուտերոտ սաղմոսը մեզ ընտերցը։ Ով դեր մեր դերը, ինչ պարավոր եք ու անունը բոլոր երկի վրա, որ քու պարկը կերգիքներ են վերցրի, մանգան ու կատնկեր դղայոց պերնում։ Քողություն կադարեցիք ու տշնամիներուտ համար, որվեսի տշնամին ու վրեջ խնդրի լրեցնես։ Երբ տեսնեմ երկիքը կումադեպուտ կորձը, լուսին ու աստերը, որոնք տուն հաստատեցիր, մարդը ինչ է որ զանիգալի իշես, կամ մարդու որդի, որ անոր հայցեցություն գնես։ Չինչ մվար զանիգա հեշտակտերեն, Պարկով ու բադվով բսարգեցի զանիգա, ու ծերքերուտ կորձորին վրա իշխան ծերի զանիգա, ամեն պան անոր որդին դակտրի։ Բոլոր ոչխարները ու արջարները, նաև վայրենի անասունները, երգնքի թրջումները ու զոհուն ծուգերը, և ինչ որ զոհու ճամփաներում մեջ կբդնի, ով դեր մեր դերը ինչ կարավոր է ու անունը բոլոր ներորդներ, ինչ պարավոր է մեր դերը, իր կործերը, իր հրաշքները, որ գադարած է մեր կյանքի մեջ, ինչ արժեք տված է մարդուն, մենք ինչ բրեր ենք դիրոջ կամ ինչ արժանի ենք, որ դերը մեզի ասկան արժեք դա, իր պատկերին համացայն մեզ ստեղծած է, ծնոտոց մեջ կտեսնենք կսե եկեք և մեր պատկերին համացայն ինչ արժեք տված է մեզ դերը, մենք ատկալով մեր դիրոջ անունը մեծարելու, արժանի չէ մեր դերը, եկեք կսենք արժանի ես դեր, ամեն պատկի, ամեն պարապանություն։
բայց իմ ողորմությունս քեզ մեծ չի վերանա։ Ու իմ խաղաղությանս ուխտը պիտի չի սասանի։ Գսե դերը, որ քեզի ողորմի։ Ամեն։ Բարդ Տիրոջ, որ մեր դերը խոստում բաղ դեր է։ Խոստում բաղ աստված է, կտած է, ողորմած է, միշտ պատրաստ է մեզ մոտնելու, մեզ տալու խաղաղություն, մեզ տալու մխիթարություն, անարդար է, անբարի է, երկայնամին է, այո, շատ կամպեր է, շատ կկակովըտ, շատ կշոյ է, շատ կպայպայ է, կաղցը, եկեք այս երկով մեծարենք ներգտած ողորմացնի։
քո խոսքերը Տեր կյանք են։ Եկած ենք լսելու քո խոսքդ, ապրելու քո խոսքդ, վկաներ դառնալու քո խոսքիդ միջոցով Տեր Հիսուս։ Այո Տեր, ուզեմ պատրաստել մեր սրտերը, մեր հոգիները քո խոսքիդ միջոցով, որպեսզի քան եւ տրոշնուվին եւ կյանք դառնան մեր կյանքերում մեջ եւ առավել կյանք։ Այո Տեր, գաղութեմ իմ եղբորս համար, օրհնես, նոր յուղով օծես Հիսուս, ինչ որ իր վերդին մեջ դրած ես համարձակությամբ մեզի փոխանցի եւ մենք ընդունենք, որտեղ քեզ մի է Տեր, ոչ թե մեր խոսող եղբորը։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Ուրախ ենք եղբայր, որ մեր մեջն եք, դերավիրեն եղբայր Արտյումը, Երևանի եղբայրացության եկեղեցու ծառայող է, հիմա ինքը երկու բարով իրեն գզանոթացն է եւ արդեն Տիրոջ խոսքը մատակարարել է։ Դրանից եք եղբայր։ Բարի երեկո, սիրելի քույրեր, եղբայրներ, Տիրոջը փառք ենք տալիս այսօրվա համար, այս գեղեցիկ օրվա համար եւ դարձյալ գալիս ենք Տիրոջը երկրպագելու, ուրախ եմ եւ Տիրոջը փառք ենք տալիս, որ այս առիթ ունեցա այսօր ձեր մեջ ներկա գտնվելու մի քանիսին դեմքերով եւ անմիջական ճանաչում եմ արդեն քանի տարի է եւ սա Տիրոջ շնորհքն է, որ այսօր Քրիստոսի սերն է, որ մեզ հավաքեց, մեկ դեր բերեց, որպեսզի միասին Տերը պաշտենք։ Ուրախ եմ, շնորհակալ եմ նաև ձեր ձայնակցության երգերի համար, Տերը թող օրհնի եւ Տերը թող փառավորի այս ձեր բոլոր կատարած ծառայությունների միջոցով։ Նաև Տիրոջը փառք եմ տալի մեր սիրելի Հովիվ եղբայր Լուտեր եղբոր համար, որ այսօր եկավ, կողքս եղավ զորավի լինելու ինձ։ Ուրեմն ես եկել եմ կնոջս Անժելայի հետ միասին, ձեր մեջ առաջին անգամ լինելով, որպեսզի միասին Տիրոջ խոսքի շուրջ խորհրդացենք, մտածենք եւ տեսնենք, թե այսօր Տերը ինչ ունի խոսելիք մեզ համար։ Շնորհակալ եմ եղբայրներ, ավետիս եղբայր եւ մյուս եղբայրները այս հրավերքի համար, որ այսօր հրավիրեցիք միասին այստեղ Տերը պաշտենք։ Ամեն։ Մեր եկնավոր Հայր, Տեր Հիսուս Քրիստոսի անունով քեզ դարձյալ փառք ենք տալիս Տեր, փառք, պատիվ, զորություն, երկրպագություն քեզ այս գեղեցիկ օրվա համար։ Կաղոթենք Տեր Հիսուս, այս երեկո, որ մեզ հավաքել ես այստեղ քո խոսքի շուրջ, Տեր, դու մեզ օրհնես այսօր, Տեր, որպեսզի կարողանանք խոսքիդ մեջ մնանք, Տեր, եւ ոչ միայն լսողներ, այլ նաեւ կատարողներ լինենք մեր կյանքի մեջ, Տեր։ Օրհնիր մեզ, առաջնորդիր եւ դու փառավորիր ամեն բանի մեջ, Հայր։ Հիսուսի անունով խնդրեցի։ Ամեն։ Հարկ Տիրոջը, ինչպես ասեցին, իմ անունը Մարտուն է, ուրեմն Տիրոջ շնորհքով արդեն 16 տարի է ես ծառայում եմ Armenian Christian Mission կազմակերպությունում, կնոջս հետ միասին։ Մեր առաջին նպատակն է ավետարանը հասցնենք կարիքավոր քաղաքացիներին կամ Հայաստանի ժողովրդին եւ մեր նպատակն է եւ ինչ որ մեր ձեռքից անցնում է ամեն ջանք թափում ենք, որպեսզի ավետարանը հասցնենք տարբեր տեղեր, տարբեր գյուղեր, որպեսզի Տերը ինքը փառավորվի մեր ծառայության միջոցով։ Եթե լսել եք Հարի Հրաչ Քյուրիչյան, որ Ավստրալիայից եղբայրների եկեղեցու հովիվն է, տարիներ շարունակ արդեն 26 տարի է Հրաչ եղբայրը այս մեր կազմակերպության կամ միսիոներության հիմնադրամն է եւ Տիրոջ շնորհքով 16 տարի է մենք միասին ծառայում ենք Հայաստանի մեջ եւ թող Տերը փառավորվի այս բոլոր կատարածների մեջ։ 26 տարի ընդհանուր ծառայությունը կա Հայաստանի մեջ, բայց 16 տարի է, որ մենք կնոջս հետ միասին այս ծառայության մեջ ենք եւ մեր գործակիցների հետ միասին։ Ինչպես նաեւ արդեն 10 տարի եւ ավել Տիրոջ շնորհքով հաճախում ենք Երևանի հայ եղբայրության եկեղեցի եւ այնտեղ էլ մեր լավագույնն ենք փորձում անենք, որպեսզի Տերը փառավորվի մեր կատարած գործի մեջ։ Շնորհակալ եմ նաեւ ձեր աղոթքների համար եւ թող Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեր միությունը եւ թող Աստված ինքը փառավորվի այս բոլոր կատարած գործերի մեջ։ Անցնենք Տիրոջ խոսքին, ուրեմն երբ որ Աստվածաշունչը բացում ենք, միշտ այս հասկացողության մեջ լինենք, որ Տերը խոսելիք ունի ինձ հետ։ Տերը խոսելիք ունի այսօր յուրաքանչյուրիս հետ։ Ուրեմն ծննդոցից մինչև հայտնություն վերաբերվում է ինձ եւ վերաբերվում է քեզ։
եւ թող այսօր Տերը խոսի մեր սրտերի հետ այսօր իր կենթանի խոսքով։ Այսօրվա մեր վերնագիրը այսպես վերնագրեցի արդարանալու գինը։ Արդարանալու գինը։ Եթե ժամանակ լիներ երկու հատվածներ պետք է նայենք, որ իրար հետևից էին գնում, բայց կարծեմ ժամանակը չի ներելու, բայց առաջին հատվածը պետք է նայենք Ղուկաս 18-րդ գլուխ 18-ից 30 համարները։ Եթե ունեք Աստվածաշունչեր, միասին հետևեք իմ կարդացածին։ Ղուկաս 18-րդ գլուխ 18-ից 30 համարներ, շատ հայտնի հատված, որտեղ խոսում է իշխանավորի մասին, որ եկավ Տեր Հիսուսի մոտ։ Ուրեմն այսպես են կարդում. Իշխանը հարցուց անոր ու ըսավ. Բարի վարդապետ, ինչ գործ գործեմ, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգեմ։ Հիսուս ըսավ անոր. Ինչու զիս բարի կանվանես, մեկեն զատ բարի չկա, որ է Աստված։ Պատվիրանքները գիտես, շնություն մի ըներ, սպանություն մի ըներ, գողություն մի ըներ, սուտ վկայություն մի ըներ, ու հայրդ ու մայրդ պատվեր։ Անալեսավ, ադոնք մանկությունես ի վեր պահել եմ։ Այս լսելով Հիսուս ըսավ անոր, բանն է պակաս է քեզ, քու բոլոր ունեցածը ծախե, աղքատներուն բաշխե ու երկինքը գանց պիտի ունենաս եւ եկուր իմ ետևես։ Անիկա երբ այս բանը լսեց, տրտմեցավ, վասնզի շատ հարուստ էր։ Հիսուս երբ զանիկա տրտմած տեսավ, ըսավ. Որ չափ դժվար է Աստծո թագավորությունը մտնել անոնց, որ հարստություն ունի, քանզի ավելի դյուրին է, որ ուխտը ասելի ծակեն անցնի, քան թե հարուստը Աստծո թագավորությունը մտնե։ Անոնք որ լսեցին ըսին, ալ ով կերնա փրկվի, ինքս ալ մարդոց կողմէ անկարելի եղած բաները Աստծո կողմէ կարելի են։ Պետրոս ըսավ, ահա մենք ամեն բան թողուցինք եւ քու ետևետ եկանք։ Անիկա ըսավ անոնց, ճշմարիտ կսեմ ձեզ, թե մարդ մեջ չկա, որ թողուտում, կամ ծնող, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիներ, Աստծո թագավորությանը համար եւ բազմապատիկը չառնե այս աշխարհի մեջ եւ գալիք աշխարհի մեջ հավիտենական կյանքը։ Ամեն։ Ուրեմն այս հատվածը կարծես շատ անգամներ մենք կարդացել ենք եւ այսպես անցել ենք։ Այսօր այսպես են վերնագրում արդարանալու գինը։ Կարդացին, որ այս մարդը իշխան էր։ Երբ որ ասում ենք իշխան, այն ժամանակվա իշխանները նախ հարուստ մեկներ եւ ճանաչված մեկներ, անուն ունեցող մեկներ եւ քանի որ իշխան էր, հավանաբար նաեւ Սինեդրոմի անդամ էր։ Սինեդրոն բառը վերցված է հունարեն Սանեդրիոն բառից, որը նշանակում է խորհուրդ կամ ժողով։ Եվ այս խորհուրդը հրեաների կրոնական եւ ազգային գերագույն խորհուրդներ եւ մոտավորապես 70-71 անդամներից էր բաղկացած։ Կարծես այսօրվա մեր ազգային ժողովը, որ տարբեր կուսակցություններ, տարբեր հարանվանություններից հավաքված մարդիկ են, որը կոչվում է խորհուրդ։ Եվ այս խորհրդից էր դուրս գալիս որոշումները, թե եկեղեցական, թե նաև որոշակի քաղաքական խորհուրդները։ Այս մարդիկ անվանի եւ ճանաչված էին ժողովրդի կողմից, այս խորհուրդը, Սինեդրոմի անդամները։ Սրանց մեջ էր նաև Նիկոդեմոսը։ Երբ որ կարդում ենք Հովանու 3-րդ գլուխը, տեսնում ենք, որ կարդում ենք հերյա իշխաներ, փարիսեցի եւ հերյա իշխաներ։ Ուրեմն մի քանի տեղեր ականատես են լինում այս Սինեդրոմի ժողովների մասին։ Միայն երկու հատվածներ նայենք, Հովանու 11:47-ից 50 համարները նայենք, Հովանու 11:47-ից 50։ Ուստի քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին։ Ուսին, ինչ են, քանզի այս մարդը շատ հրաշքներ կնե, եթե զանիկա այսպես թողունք, ամենքն անոր պիտի հետևեն եւ հռոմեացի պիտի գան ու կործանեն մեր սուրբ տեղն ու ազգը։ Անոնցմեն մեկը Կայափա անունով, որ այն տարվան քահանայապետներ,
ուրեմն համ իշխանները, համ քահանապետերը, համ դեպիները այս ժողովի մեջ էին։ Քահանապետները ըսավ անոնց, դուք բան մեջ չեք գիտեր, չեք խորհիր, թե աղեք է մեզ, որ մարդը ժողովրդի համար մեռնի ու բոլոր ազգը չկորսնի։ Ուրեմն տեսնում ենք, որ եթե մի կարևոր որոշում պետք է կայացնեին, ժողով էին գումարում։ Եվ այս ժողովի մեջ այս տեսակ մարդիկ են։ Երկրորդ հատվածը Հովանու 9-րդ գլուխ 22 համար դարձյալ շատ հայտնի հատված եւ կույրի համար կույրը երբ որ աչքերը բժշկվեց, Տեր Հիսուսը բժշկեց աչքերը, այսպես են կարդում 9:22-ը։ Այսպես ըսին անոր ծնողքը հրյաներեն վախնալուն համար, քանզի հրյաները միաբան հավանությամբ որոշել էին, որ եթե մեկը զանիկա Քրիստոս դավանի, ժողովարանեն դուրս ցկվի։ Ով կարող է ժողովարանեն դուրս ցկել այս իշխանավորները, այս խորհուրդը, որ իրենք էին այս որոշումները անում կատարում։ Եվ դառնանք այս իշխանին, ուրեմն այս իշխանը, այս մարդը հավանաբար հասկացել էր, որ Տեր Հիսուսը փարիսեցիների արդարությունը բավարար չէր համարում երկնքի թագավորությունը ժառանգելու համար։ Եվ ուզում էր իմանալ, թե ինչ տեսակ արդարություն էր անհրաժեշտ երկինք մտնելու համար։ Իսկ ինչ էին առաջարկում փարիսեցիները։ Նախ փարիսեցիները շատ կարևոր եւ բարձր հեղինակություն էին վայելում ժողովրդի շրջանում։ Այնպիսի բարձր հեղինակություն էին վայելում, որ մինչև անգամ նրանց անվերապահորեն հետևում էին։ Եվ նույնիսկ եթե թագավորի կամ քահանայապետի դեմ ինչ որ բան խոսեին, ժողովուրդը իրենց խոսքը շատ այսպես ծանր էր կշռում եւ ծանրությամբ էին ընդունում։ Փարիսեցի բառը հավանաբար առաջացել է եբրայերեն փարաշ բառից, որը նշանակում է զատված, բաժանված, առանձնացված։ Մենք գիտենք, որ հրյա ժողովուրդը շատ ուժեղ եւ խստորեն ծիսակատարությունները ահող ժողովուրդ են։ Մինչև անգամ բաբելոնյան գերության ժամանակ իրենց թրպատությունը, իրենց արտաքին լվացումները եւ ամեն բան անում էին, որպեսզի իրենք իրենց որպես հրյա ժողովուրդ կարողանային ուրիշ հեթանոց ժողովրդից մաքուր պահեն եւ առանձնանային։ Բայց ինչ էր այս փարիսեցիների հիմնական գործառույթը։ Իրենց հիմնական գործառույթն էր իրականացնել օրենքի տարածի պահպանության վերահսկողությունը ժողովրդի մեջ։ Այսինքն ամեն բան անում էին, որպեսզի օրենքը ամբողջությամբ կարողանար ժողովուրդը պահել։ Ամբողջությամբ ասելով արտաքին վիճակներով կարողանային պահել։ Եվ գիտենք, որ այն ժամանակ շատ այսպես տարբեր հարավանություններ, եթե այսպես ասենք, այն ժամանակ փարիսեցիները կային, սադուկեցիները կային եւ առանձին մի քանի ուրիշ այսպիսի հարավանություններ կամ ուսակցություններ կային։ Ի տարբերություն սադուկեցիների, փարիսեցիները հավատում էին հոգու անմահությանը եւ չափազանց մեծ արժեք էին տալիս ավանդություններին եւ մովսիսական օրենքին։ Ինչ էին անում, երբեմն ծոմ էին պահում, տասանորդ էին տալիս եւ այսպիսով արտաքին գործերով եւ արտաքին լվացումներով մարդկանց աչքին փորձում էին արդար երևալ եւ իրենք իրենց արդարությունն էին ցույց տալիս եւ հպարտանում էին այդ արդարությունը։ Ամեն բան կարծես իրենց համար արտաքին էր, դուրսը։ Եվ փարիսեցիները իրենց օրենքի մեկնաբանության, որ իրենք մեկնաբանում էին այդ օրենքը, ծայրահեղ մոտեցումներով, իրենց օրենքի ծայրահեղ մոտեցումներով բեռ էին դարձել մարդկանց համար։ Եվ այս ամենով անտեսում էին ավելի կարևոր բաները։ Ինչն էին անտեսում։ Անտեսում էին արդարությունը, անտեսում էին ողորմությունը, հավատարմությունն ու Աստծո հանդեպ սերը։ Եվ դրա համար Տեր Հիսուսը միշտ կարծես ընդհարումների մեջ է
գնում փարիսեցիների հետ։ Եվ դրա համար Տեր Հիսուսը կարդում ենք Մատթեոս 23-ից 28 համարների մեջ այսպես համարձակ կերպով իրենց եկավ եւ հանդիմանեց։ Մատթեոս 23-րդ գլուխ 23-ից 28 համարները։ Վայ ձեզ կեղծավոր դպիներ ու փարիսեցիներ, որ անանուխի ու սամիթի եւ չամանի տասանորդը կվճարեք ու գծկեք օրենքի ծանր բաները, դատաստանը եւ ողորմությունը ու հավատքը, ասոնք պետք է ընեիք եւ զանոնք չձգեիք։ Կույր առաջնորդներ, որ մժեղը փոքր չերևացող բանը, որ մժգուկը կքամեք եւ ուխտը կկլեք։ Վայ ձեզ կեղծավոր դպիներ ու փարիսեցիներ, որ գավաթի ու բնակի դուրսի կողմը կմաքրեք, բայց ներսեն հափշտակությամբ եւ անիրավությամբ լեցուն են։ Կույր փարիսեցի, առաջ գավաթին ու բնակին ներսի կողմը մաքրեք, որպեսզի անոնց դուրսի կողմն մաքուր լա։ Վայ ձեզ կեղծավոր դպիներ ու փարիսեցիներ, որ կնմանիր ծեփած գերեզմաններու, որոնք դուրս են գեղեցիկ երեքնան, բայց ներսեն մեռելներու, ոսկորներով եւ ամեն կերպ պղծությունով լեցուն են։ Նույնպես դուք դուրս են մարդոց արդար կերեքնակ ու ներսեն կեղծավորությամբ եւ աներևնությամբ լեցուն եք։ Այսպիսին էին փարիսեցիները եւ այս ամենը անելով այս ծայրահեղ դրսևորումների մեջ լինելով նրանք իրենց օրենքների կարծես այդ օրենքների ծառայության պատճառով սնապարտության եւ ձևապաշտության ետևից են եկել։ Եվ ժողովուրդը տեսնելով այս ամենը ինչ որ ձևով իրենց էր հետևում, որովհետեւ գիտենք, որ այն ժամանակ այսպես տպագրված հին ուխտը բոլորի ձեռքը հասանելի չէր, որ կարդային եւ իրենք ինչ որ հրամցնեին ժողովրդին, ինչ որ տային, դա ժողովրդի համար կարծես ճշմարտություն էր եւ դրանով էին բավարարվում ժողովուրդը։ Ուրեմն նրանց հիմնական մեղադրանքները նաեւ լինում էր շաբաթը պահելը։ Երբ Տեր Հիսուսը շաբաթ օրը փորձում էր հրաշքներ գործել եւ Տերն էր փառավորվում Տեր Հիսուսի կատարած գործերով, իրենք միշտ հանդիմանում էին եւ Տեր Հիսուսը դրա համար այսպես իրենց հանդիմանական խոսքերով այս վայրը կարծես իրենց համար խոսեց եւ ասեց։ Սիրելիներ, այսօր էլ մեր շուրջը այսպիսի բազում հավատացյալներ, եթե ճակերտների մեջ դնենք այս հավատացյալներ բառը, հավատացյալներ կան, որոնք խստորեն պահպանում են եկեղեցու ավանդությունները, ծիսակատարությունները, օրենքները, որոնք եկել են նաև բազմաստվածության եւ հեթանոսական ժամանակաշրջանից։ Շատերին ենք տեսնում այսպես եւ գրեթե եթե դուրս գանք փողոց մարդկանց հարցնենք քրիստոնյա ես, անշուշտ քրիստոնյա եմ։ Եվ գրեթե բոլորն էլ շատ լավ ծանոթ են այս եկեղեցական ավանդություններին։ Սրանք միշտ պարտաճանաչ պահպանում են այս բոլոր ավանդությունները։ Բայց երբ խոսքը գալիս է Տիրոջ խոսքին կամ ճշմարիտ հավատացյալ համարվելուն, միանգամից աղանդավոր են հանում խոսքը պահող եւ կատարող հավատացյալներին։ Իրենք իրենց քրիստոնյա են կոչում, բայց երբ որ խոսքը գնում է Քրիստոսի մասին, երբ որ ավետարանն ես ուզում փոխանցես, երբ որ ճշմարտությունն ես ուզում փոխանցես, իրենք մեզ աղանդավոր են համարում։ Բայց դարձյալ Տիրոջ խոսքը գալիս է եւ այսպես է ասում Կողոսացիս 2-րդ գլուխ 2-ից 8 համարներ։ Մեծ զգուշացում կա այսօր Կողոսացիս 2-րդ գլուխ 8 համարի մեջ։ Զգուշացեք, չլա թե մեկը ձեզ գերի դարձնե փիլիսոփայությունով ու փուչ խաբեությունով, որ մարդոց ավանդության պես է ու աշխարհի սկզբունքներուն պես եւ ոչ թե Քրիստոսի վարդապետությանը պես։ Տերը գալիս է եւ այսօր մեզ զգուշացում է տալիս։ Զգուշացում է տալիս այսպիսի իրավիճակներից։
Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ քննեցեք հոգիները, քննեցեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ ես, քննեցեք գրքերը։ Ուրեմն կարևոր է, որպեսզի մենք զգուշանանք ամեն փիլիսոփայությունից, փուչ խոսքերից, ավանդություններից, այն ավանդությունները, որոնք գալիս են նաև հեթանոսական ժամանակաշրջաններից։ Մենք այսօր Քրիստոսի կենդանի խոսքն ունենք մեր ձեռքի մեջ եւ ամբողջական խոսքը ունենք։ Մենք այլևս կարիք չունենք սրանից դուրս նոր բացահայտությունների, սրանից դուրս նոր հայտնությունների, նոր մարգարեների, ինչ ճիշտ հասկացեք, ես որևէ մեկին նկատի չունեմ, բայց այլևս Քրիստոսի խոսքը Քրիստոսի հետ ամբողջացավ։ Եվ հայտնության մեջ կարդում ենք ասելով կնքիր այս գիրքը եւ որևէ մեկը թող վրան բան չավելացնի եւ ոչ էլ պակասեցնի։ Եվ Քրիստոս երբ խաչապայտի վրա էր, երբ բարակույրը վերևից ներքև պատրվեց, այդ սրբության սրբոցի դուռը բացվեց, ճանապարհը բացվեց, այլևս ուրիշ միջնորդի կարիք չունենք։ Մեր միակ միջնորդը Տեր Հիսուս Քրիստոս ինքն է։ Շարունակենք այս հատվածից հաջորդ հատվածը գնանք 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ 1-9 համարները, կարծեմ շատ ծանոթ մի հատված, որ այսպես է կարդում ենք. Գիտիր, թե վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան, վասնզի մարդիկ պիտի ելան անձնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներու աննազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անշուշկա, դաժանաբարով, բանին չսիրող, մատնիչ, հանդուկ են, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր։ Շարունակությունը 5 համարի վրա պետք է կենտրոնանանք, որոնք ովքեր այս վերևի թվարկածները, որոնք Աստված պաշտության կերպարանքը ունի, Աստված պաշտության արտաքին կերպարանք ունի, հավատացյալ են համարվում արտաքին։ Քավլիցի, չեմ ուզում երբեք քաղաքականության մեջ մտնեմ, բայց կարծեմ դուք տեսաք այս քանորի մեջ ինչեր կատարվեց, ինչեր, եւ շատ ցավալի է այս մեր շուրջ բոլորը տեսնելը, եւ մեծ գայթակղություն է եւ մեծ հարված է հավատացյալներին, ովքեր որ կուրորեն վստահել են, քայլել են այս մարդկանց ետևից։ Ես ուրիշ բան չեմ ուզում շատ խորանալ, բայց դուք կարծեմ լուրերին հետևում եք եւ տեսնում եք, որոնք Աստված պաշտության կերպարանքը արտաքինից ունին, բայց անոր զորությունը, աստվածության զորությունը ուրացած են եւ դու անոնց մեկ դին կեցիր։ Եվ 13-14 համարներն են, բայց չար ու խաբեբան մարդիկ չարության մեջ պիտի հառաջանան մոլորեցնելով ու մոլորելով, սակայն դու հաստատուն կեցիր։ Ճշմարտությունը իմանալով հաստատուն կեցիր այն բաներուն մեջ, որոնց սորվեցար ու որոնց հավատացիր, վասնզի գիտես, թե որմե սորված ես։ Ամեն։ Ուրեմն Տիրոջ խոսքը մեզ այսօր գալիս է եւ սովորեցնում է եւ խստորեն է գալիս երբեմն Տիրոջ խոսքը մեզ։ Եվ գնանք իշխանին, տեսնենք թե իշխանը շարունակությունը ինչ է ասում եւ ինչ է լինում։ Ուրեմն այս իշխանը հավանաբար շատ լավ տեղյակ էր այս բոլորից, այն ինչ որ փարիսեցիներն էին առաջարկում եւ կարծես իր սրտի մեջ ինչ որ դատարկություն զգալով այս ավանդություններից ցանկացավ մի նոր բան լսել, մի նոր բան սովորել, որով իր սրտի դատարկությունը կլցներ։ Կարծես արտաքին վիճակը, երբ որ նայում ենք այս իշխանի, մաքուր, բարոյականի եւ լավ համբավի տեր մեկն էր։ Եվ երբ Տեր Հիսուսը մի քանի հիշատակումներ արեց
ինքը անմիջապես շտապեց վկայելու իր մասին, որ դրանք մանկությունից պահում է, սովորել է և գիտի, թե ինչպես օգտագործի։ Եվ ուրիշ մի բան էր ակնկալում ինքը։ Կարծես Տեր Հիսուսին այսպես է ասում, կարդանք 21-21-ը։ Պատվիրանքները գիտես, շնություն մի եներ, սպանություն մի եներ, գողություն մի եներ, սուտ վկայություն մի եներ, քու հայրդ ու մայրդ պատվե, անալսավ, ատոնք մանկությունես իվեր պահել եմ։ Բարի վարդապետ, դու ուրիշ բան ասա։ Ես սրանք մանկությունից իվեր գիտեմ։ Եվ հետաքրքրական է, որ Տեր Հիսուսը դեռ Աստված մարդ հարաբերության պատվիրանները չնշեց, այլ մարդու դեմ եղած հարաբերության պատվիրանները նշեց։ Եվ սա էլ նպատակ ուներ, որովհետև հաջորդ համարները դրա մասին պիտի վկայեին։ Ուրեմն ասում է ուրիշ մի բան ասա կարծես, եւ սրանք բոլորը միգուցե ինքը մի քիչ էլ հպարտորեն, այսպես Տեր Հիսուսի առջև լինելով, որ ես գիտեմ այս բոլորը, ուրիշ բան եմ ակնկալում քեզանից։ Եվ սիրելիներ, ճիշտ այսօրվա բազմաթիվ մեծահարուստերի նման, ոչ բոլորը, բայց բազմաթիվ մեծահարուստերի նման, որ իրենք իրենց արդար համարողների պես են եւ եկեղեցիներ են շինում եւ բարեգործություններ են անում եւ տարբեր օգնություններ են կատարում, կարծելով, որ Աստված պիտի ընդունի իրենց կատարած գործերը, իրենց աշխատանքները եւ դրանց պատճառով իրենք Աստծո աչքի առջև պիտի բարձրանան։ Եկեղեցիներ շինենք, որպեսզի Տերը տեսնի մեր գործերը, մարդիկ տեսնեն մեր գործերը եւ մենք էլ մեզ լավ զգանք։ Սրանք ժամանակավոր սրտի հովանք է, եթե այսպես ասենք։ Վստահ եմ, որ այս երիտասարդն էլ իր 10-րդը տալիս էր եւ միգուցե կրկնապատիկն էր տալիս, 20-րդն էր տալիս, 30-րդն էր տալիս, բայց Տիրոջ խոսքը դարձյալ խստորեն գալիս է այսպիսի արդարության հասնողներին։ Եսայա 64:6-ը պիտի կարդանք։ Եսայա 64:6 Բայց ամենքս պիղծ բանի պես եղանք, ու մեր բոլոր արդար գործերը, որ մեր աչքին արդար է երևում, այս բանը անեմ, որպեսզի արդարանամ Աստծո առջև։ Մեր բոլոր արդար գործերը անմաքուր լաթի պես են։ Շատ կներեք, բայց պետք է ասեմ, կարծեմ բնագրի մեջ ասում է դաշտանի կտորի պես, որ դեն ես նետում, չես օգտագործում։ Ուրեմն այսպիսի գործերը, որ մեր աչքին լավ են երևում եւ մեր ուժերով հասած արդարությունը այսպես է երևում Տիրոջ արդար աչքերի առջև։ Ուրեմն մենք մեզանով չենք կարող որևէ մի արդարության հասնել։ Եվ Տեր Հիսուսը մի բան առաջարկեց այս երիտասարդին, որ ցնցեց իրեն, ցնցեց իր մարմինը եւ այս ապացույց եղավ, որ ըստ օրենքի, որ ինքը հպարտացավ ասելով, որ ես մանկությունից ի վեր պահում եմ այդ բոլոր օրենքը, ապացույց եղավ, որ ըստ օրենքի իր արդարությունը կատարյալ չէր։ Իր արդարությունը կատարյալ չէր։ Պիտի կարդանք դարձյալ 22-24 համարներ։ Հիսուս երբ զանիկա տրտման, ներողություն, 23-ից կարդանք։ 22-ից կարդանք, կներեք։ 22-24։ Այս լսելով Հիսուսը սավ անոր, բանը պակաս է քեզ։ Շատ լավ, պատվիրանները պահում ես, մեկ բան պակաս է քեզ, կարծես ցնցվեց, ինչ կա ուրիշ ինձ պակաս բան։ Այս լսելով Հիսուսը սավ անոր, բանը պակաս է քեզ, քու բոլոր ունեցածը ծախե, աղքատներում բաշխե ու երկինքը գանձ պիտի ունենաս եւ եկուր իմ ետևես։
անիկա երբ այս բանը լսեց, տրտմեցավ, վասնզի շատ հարուստ էր։ Հիսուս եւ զանիկա տրտմած տեսավ, ըսավ, որչափ դժվար է Աստծո թագավորությունը մտնել անոնց, որ հարստություն ունեն։ Սիրելիներ, երբեք ու երբեք հարուստ լինելը մեղք չի, բայց այս երիտասարդի պարագայում լրիվ ուրիշ հասկացողություն էր։ Դրա համար այսպիսի արտահայտություն եւ այսպիսի գեղեցիկ նախադասություն եւ համարձակ նախադասություն արտահայտեց Տեր Հիսուսը։ Ուրեմն օրենքը ինչ է պահանջում։ Օրենքը պահանջում էր, որ հրեան հարևանին սիրեր իր անձի պես։ Իր դրացուն սիրեր իր անձի պես։ Եվ Տեր Հիսուսը այս էր ուզում սովորեցնել այս իշխանին, որ սիրես հարևանին եւ այդ սերը գործնականով ցույց տաս։ Այո, պատվիրանները ինչ որ ասեց, միգուցե չէր կատարել կամ միգուցե իր ջանքով փորձել էր պահել, բայց կիսատ էր։ Օրենքը ամբողջությամբ չէր կատարել։ Առակաց 14:21-ը այսպես է ասում։ Առակաց 14:21 Եվ մյուս թարգմանության մեջ տնանք բառը հարևան է ասում։ Տնանքը անարգողը կամ հարևանին անարգողը մեղք կգործե, բայց աղքատին ողորմողը երանելի կգա։ Սա է իրենց օրենքը, որ պիտի ինքը աղքատներին ողորմություն ցույց տար։ Եթե այս իշխանը Տեր Հիսուսի ասածին հնազանդվեր, եթե կատարեր այն ինչ որ Տեր Հիսուսը ասեց իրեն, ապա ցույց կտար իր հնազանդությամբ, որ Տեր Հիսուսին ընդունում էր որպես Մեսիա։ Ոչ թե որպես բարի վարդապետ, այլ որպես Մեսիա։ Շատ կարևոր է, որ մենք Տեր Հիսուսին ոչ թե որպես ուղղակի փրկիչ ընդունենք, ուղղակի որպես Աստծո որդի ընդունենք, այլ որպես իմ կյանքի Տեր ու փրկիչը ընդունենք։ Ոչ միայն փրկիչ, այլ նաև Տեր ու փրկիչ, որովհետև փրկիչը փրկիչից հետո նաև Տեր է, Տեր Հիսուսը իր զավակն։ Ուրեմն այս իշխանը այսպես պիտի ընդուներ Տեր Հիսուսին որպես Մեսիա եւ այս իր հավատքը բավարար պիտի լիներ իրեն արդարացնելու համար եւ ոչ թե իր գործերն էր, որ պիտի արդարացներ իրեն, այլ այս հավատքն էր, որ պիտի արդարացներ իրեն։ Քանի որ այս մարդը ապրում էր օրենքի շրջանում, ուստի ըստ իրենց հասկացողության օրենքը պիտի կատարեր ամբողջությամբ, որպեսզի իրեն թվացյալ այդ արդարությունը երևար մարդկանց առջև։ Բայց ցավոք սրտի տեսնում ենք, որ օրենքը կատարում էր մասամբ եւ ոչ թե ամբողջությամբ։ Բայց ինչ է ասում Գաղատացիս 5-րդ գլուխ 3-4 համարները։ Գաղատացիս 5-րդ գլուխ 3-4 Ահա ես Պողոսս 3-ից դարձյալ ամեն թլպատվող մարդու կհայտնեմ, թե պարտական են բոլոր օրենքները կատարել։ Թլպատված էր այս մարդը, հրյա էր եւ պարտական էր ամբողջ օրենքը կատարելու։ Բայց ասում է, խափանված է Քրիստոսեն եւ շնորհքեն ինքած, եթե օրենքով կարդարանք։ Ուրեմն այս իշխանի միտքը այս էր, որպեսի գործերը անելով կարողանար արդար համարվեր Աստծո առջև։ Բայց Գաղատացիս 3:21-22 այսպես է ասում. Ուրեմն օրենքը հակառակ բանն է Աստծո խոստումներուն քավլիցի, քանզի եթե տրված է լար այնպիսի օրենքը, որ կարող է լար կենթանացնել, այն ատեն իրացնե արդարությունը օրենքին կլար։ Բայց քանի որ այդպիսի օրենք չունեն մարդիկ, ուրեմն այս օրենքը չէր կարող արդարացնել որևէ մեկին։ Ինչու 22 համարը, բայց գիրքը ինչու, որովհետև գիրքը
բոլոր աշխարհը ինձ եւ քեզ մեր բոլոր գործերով հանդերձ բոլոր աշխարհը մեղքի տակ կցուցնե որպեսի խոստում է որպեսի հավիտենական կյանքը որպեսի խոստացյալ Մեսիային ընդունողը խոստում է Հիսուս Քրիստոսի հավատքով տրվի հավատացյալներին ուրեմն դարձյալ ապացույց եղավ որ այս երիտասարդը տրտմեց նեղվեց Տեր Հիսուսի խոսքերից քանի որ Տեր Հիսուսը կարծես մի ձևով իր ներքին իր խոհանոցը շատ ավելի մոտիկից կարծես նշանակետին հարվածեց իր թույլ կողմին հարվածեց իր անձնական դաշտ մտավ եւ ցույց տվեց իրեն իր բաց կողմերը եւ ցույց տվեց որ օրենքը ամբողջությամբ չի պահում Սիրելիներ այսօր այսպիսի բազում մարդկանց ենք հանդիպում մինչև անգամ ճշմարիտ հավատացյալներ ովքեր դժվարությամբ են ընդունում Քրիստոսի խոսքերը ծանր է գալիս իրենց ականջներին ուր մնաց կարողանան սրտի մեջ ընդունել այո երբեմն Տիրոջ խոսքերը ծանր են բայց քաղցր են մեր Տերը եւ կարդում ենք ասում է ճաշակեցեք եւ տեսեք որ Տերը քաղցր է եւ այն ամեն բաները որ կան մեր կյանքի մեջ եւ եթե դրանք Տեր Հիսուսի ժամանակն են վերցնում մեզանից, այն բոլոր բաները կլինի քո տունը, քո ընտանիքը, երեխաները, շատ հաճախ մեր ձեռքի հեռախոսները եւ պետք է ես էլ խոստովանեմ, որ շատ հաճախ ընկնում ենք այս հեռախոսի ճիրանների մեջ։ Եվ երբեմն մոռանում ենք, որ այսօր Տիրոջ հետ ժամանակ չենք անցկացրել։ Այսօր հանդիպման չեն եղել Տիրոջս հետ։ Ուրեմն այս բոլոր բաները, որ մեզանից խլում են Քրիստոսի ժամանակը, կուրքեր են դառնում մեզ համար։ Եվ այս երիտասարդի համար իր երկրորդ Աստվածը այս հարստությունն էր։ Եվ դրա համար Տեր Հիսուսը տեսնելով այս հարուստի սիրտը, թե ինչին էր կարճած, դրա համար ինքը այս արտահայտությունը արեց։ Վաճառիր ունեցածը ինձ հետ էր։ Բայց այսօր եւս ցավալի իրողություն կա որոշ եկեղեցիների մեջ։ Որոշ եկեղեցիներ այսպես են մտածում եւ այն ժամանակ էլ կարծես մի ձևով աշակերտները, առաքյալները այս են սովորել դարձյալ փարիսեցիներից եւ այսօր էլ կարծես այս իրողությունը գալիս է որոշ եկեղեցիների մեջ այսպես են արտահայտվում որ եթե հարուստ ես, ուրեմն օրհնված ես Տիրոջ կողմից։ Հարստությունը օրհնության հետ են համեմատում։ Բայց եթե օրհնություն չունես, եթե հարուստ չես, ուրեմն կյանքիդ մեջ մեղք ունես, որ Տերը քեզ չի օրհնում։ Եվ բերում են մի քանի օրինակներ, ինչպես Աբրահամի օրինակը, որ Տերը իրեն հարստացրեց, ինչպես Հակոբի օրինակը, որ Տեր իրեն օրհնեց, հարստություն տվեց եւ այսպիսի անհեթեթ եւ ականջ շոյող նախադասություններով փորձում են ժողովրդին հրամցնել, որ հարստությունը մեղք չէ եւ կարող են ձգտել հարուստ լինելու, որովհետեւ այսպես են սովորեցնում Աստծո խոսքը։ Բայց սիրելիներ, եկեք չխաբվենք նման սուտ եւ փուչ նախադասություններից, արտահայտություններից, ինչու՞։ Քանի որ Տեր Հիսուսը մեզ համար երկնքի փառքը թողելով ինքը աղքատացավ։ Ինքը աղքատացավ, որ մենք հարստանանք իրենով, բայց ոչ թե այս աշխարհի նյութականով, որովհետև ամեն բան պիտի անցնի, աշխարհը պիտի անցնի եւ նրա ցանկություններն են պիտի անցնի, բայց Աստծո խոսքն է, որ հավիտենական պիտի մնա եւ հավիտենական կյանքն է, որ մեզ Տերը խոստացել է երկնքի մեջ։ Եվ սա պետք է սովորեին աշակերտները եւ այս մեծահարուստ մարդը պիտի սովորեր այս դասը։
Եվ դրա համար Տեր Հիսուսը շարունակությունը այսպես է ասում 25-ից 30 համարները։ Քանզի ավելի դյուրին է, որ ուխտը ասելի ծագեն անցնի, քան թե հարուստը Աստծո թագավորությունը մտնե։ Անոնք, որ լսեցին, ըսին, զարմանք էր սա իրենց համար։ Չէին պատկերացնում, որ այսպիսի ծանր խոսք կլիներ իրենց համար, իրենց ականջների համար։ Անոնք, որ լսեցին, ըսին, ով կրնա փրկվել։ Տեր Հիսուս օրենքը պահողին ասում ես չի կարող փրկվել։ Հարուստ լինողին ասում ես չի կարող փրկվել։ Ով կարող է փրկվել։ Եվ ինչ է Տերը պատասխանում, ինքը սավ մարդոց կողմէ անկարելի եղած բաները Աստծո կողմէ կարելի։ Պետրոս ասավ, ահա մենք ամեն բան թողեցին եւ քու ետևետ եկանք։ Էլի Պետրոսը, կարծես միշտ այսպես Պետրոսը առաջ է գնում եւ կարծես ինքը իրեն է ուզում ապահովել։ Տեր, տեսնում ես մեզ, ամեն բան թողել ենք, քո հետևից ենք եկել։ Մենք ինչ պիտի լինենք։ Այսքան դժվար է, որ երկնքի արքայություն մոտ գործենք, բայց մենք ինչ պիտի անենք։ Եվ Տեր Հիսուսը շատ գեղեցիկ պատասխանեց նրան։ Անիկա ասավ անոնց, ճշմարիտ կսեմ ձեզ, թե մարդ մեջ չկա, որ թողուտում կամ ծնող, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիներ Աստծո թագավորությանը համար եւ բազմապատիկը չառնե այս աշխարհի մեջ եւ գալիք աշխարհի մեջ հավիտենական կյանք։ Ուրեմն այս դասն էր, որ պետք է սովորեին աշակերտները, որ այս երկրի վրա արդարանալու գինը պետք է վճարվի, բայց Քրիստոս վճարեց այս արդարանալու գինը։ Մեզանից միայն մեր հավատքն է պահանջում եւ այդ հավատքի գործը գործնականով ցույց տալ մարդկանց։ Հավատքը առանց գործերի մեռած է Հակոբոս։ Եթե ունես հավատք, գործերը ցույց տուր։ Եվ Եփեսացիս 2-րդ գլխի մեջ 10 համարը ասում է մենք ստեղծված ենք Քրիստոսով բարի գործերի համար։ Ուրեմն նախ Քրիստոսով փրկվել, նախ Քրիստոսով ապաշխարել, նախ Քրիստոսին ընդունել որպես կյանքի Տեր ու Փրկիչը եւ քո գործերը ցույց պիտի տան քո կատարած ծառայությունը եւ փրկության աշխատանքը, որ Տերը կատարեց։ Ուրեմն Տեր Հիսուսը սովորեցրեց, որ հոգեվոր կյանքի մեջ Աստված պետք է նախապատիվ լինի հավատացյալների առօրյա կյանքի մեջ։ Այո, մենք ապրում ենք մեր առօրյա կյանքը, մեր ընտանիքը, մեր աշխատանքը, ամենօրյա մեր հոգսերը, բայց չմոռանանք, որ ամեն ժամանակ առաջին տեղում մեր կյանքի մեջ Քրիստոս պետք է լինի։ Եվ նախապատվությունը առաջին տեղը Տեր Հիսուս Քրիստոսը պիտի լինի եւ պիտի մնա այնտեղ հավիտյանս հավիտենից մեր կյանքում։ Եվ նոր դրանից հետո մնացած բաները Տերը իր խոստումների համաձայն պիտի տանես։ Ուրեմն հավատացյալը ամեն օր եւ ամեն բան պետք է զոհի, կամ ինչպես հետո Պողոս առաքյալն է ասում Ֆիլիպեցիս 3-րդ գլուխ 8 համարի մեջ։ Ֆիլիպեցիս 3:8 դարձյալ շատ հայտնի հատված, բայց ուզում եմ կարդամ ձեզ համար։ Ֆիլիպեցիս 3:8 Եվ իրավ բոլոր բաներն վնաս կսեպեն իմ Տերոջս Քրիստոս Հիսուսի գերազանց գիտությանը համար, որու համար ամեն բան է զրկվեցա եւ ախտեղություն կսեպեմ, որպեսի Քրիստոսը շահի։ Արդյոք համարել ենք ամեն բան։ Արդյոք Քրիստոսը շահելու համար մենք նախապատվությունը առաջին տեղը Քրիստոսին ենք դնում մեր կյանքի մեջ։ Սիրելիներ, այսօր պետք է խոստովանենք Տիրոջ առջև, ինձանից սկսած յուրաքանչյուրս պետք է խոստովանությամբ գանք Տիրոջ առջև եւ խոստովանենք, որ այո Տեր Հիսուս շատ հաճախ, ոչ թե մեկ, այլ շատ հաճախ Քրիստոսի տեղը ուրիշ բաներով ենք
լցնում եւ ուրիշ բաներ են գրավում մեր կյանքի մեջ։ Եվ սա փաստելու համար է, որ մեզ համար է, որ հասկանանք, որ հավատացյալը իր անձի Տերը չի այլևս, որովհետև Քրիստոսն է քո կյանքի Տեր ու Փրկիչը։ Ինչու պատասխանը եւ մեր վերջին համարը առաջին Կորինթացիս 6-րդ գլուխ 19 եւ 20 համարներ։ Առաջին Կորինթացիս 6-րդ գլուխ 19-20 համարներ։ Չեք գիտեր, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգի, որ ձեր մեջն է, որ Աստուծմե առած եք, ու դուք ձեր անձին Տերը չեք։ Ինչու պատասխանը գալիս է 20-րդ համարի մեջ։ Քանզի գնով ծախողանից, այնպիսի մի գնով, որ ոչ մեկ չէր կարող վճարել եկին։ Այնպիսի մի գին, որ ոչ քո ժամանակավոր արդարանալը, ոչ քո բարի գործերը, ոչ քո ժամանակ տալը, ոչ քո եկեղեցի պարզապես հաճախելը, ոչ բազմության ետևից դուրս գնալ, ճանապարհ փակել, թույլ չտալ ոստիկաններին կամ մուտք ու ելքը, ոչինչ կարող էր քեզ փրկել, քանզի գնով ծախու առնվեցաք, ուստի փառավորեցեք Աստված ձեր դուրսը մարմիններուն մեջ, հոգուն մեջ, ձեր մարմիններուն ու հոգիներուն մեջ, որոնք Աստծո կպատկանին։ Ուրեմն Տերը գալիս է այսօր ասելու, որ դու իմն ես, դու պետք է ինձ հարավորես, քո մարմնով, քո ներսով, դրա համար Տեր Հիսուսը ասեց հոգիով և ճշմարտությունով պաշտպանել պետք է անես։ Այո սիրելիներ, արտաքինը կարող է շատ խաբուսիկ լինել, ինչպես այս իշխանին է։ Եվ հաջորդ տեղը, որ պետք է նայենք, բայց ժամանակի առումով չեն կարող նայել, պարզապես ասեմ, Ղուկաս 19-րդ գլուխ շատ հայտնի Զաքեոսը, որ մաքսապետ էր, եւ երբ ապաշխարություն ունեցավ, ինչ արեց, խոստովանեց իր մեղքերը եւ ասեց, ում որ զրպարտել է, որ աղքատից որ բազում կամ շատ են վերցրել, որովհետեւ ինքը մաքսապետ էր եւ այդ գործի վրա էր։ Եվ իր ղեկավարությանը իշխանավորներին, հռոմեական կայսրությանը պետք է հրանցներ, ասեց չորեք պատիկը պիտի հատուցանել։ Եվ Տեր Հիսուսը ինչ գեղեցիկ վկայություն տվեց։ Այսօր այս տանը փրկություն եղավ։ Այսօր այս տանը փրկություն եղավ։ Ուրեմն ոչ միայն Զաքեոսը, այլ նաև իր ընտանիքի անդամները տեսան այս գործը, տեսան Քրիստոսի Մեսիա լինելը։ Զաքեոսը երբեք չտրտմեց եւ ինչ որ արեց ուրախությամբ արեց, որովհետեւ Քրիստոսի ուրախությունը, Քրիստոսի խաղաղությունը եկավ իր կյանքի մեջ, ընդունեց, որ այն սպասված Մեսիան է, որ պիտի գար եւ հիմա իմ տան մեջ է այս Մեսիան։ Այս նույն Մեսիան, որ մեր փրկիչը եղավ, այսօր մեր սրտերի մեջ հագավորում է մեր սրտերի մեջ։ Միայն պետք է թույլ տանք, որ Տերը ինքը փառավորվի մեր կյանքի մեջ։ Այո, դժվար է արդարանալու գինը, դժվար է հավատացյալին հոգևոր կյանքը այս չար աշխարհի մեջ ամբողջությամբ, ինչպես որ Տերն է ուզում ապրելը, բայց անկարելի չէ։ Եվ մեզ երբեք արդարացման չի տանելու ասելով, որ ես անզոր էի Տեր Աստված, ոչ երբեք, քանի որ Տեր Հիսուսը եկավ, ամբողջ օրենքը կատարեց, պահեց օրենքը, փակեց օրենքի կարծես էջը եւ նոր շրջան բացվեց, որ կոչվում է շնորհքի շրջան։ Եվ Տիրոջը փառք իր շնորհքի համար, թող Տերը փառավորվի մեր մեջ, մեր միջոցով, հիմա եւ հավիտյանս։ Ամեն։ Տեր Հիսուս, մեր սքանչելի Հայրը, քեզ փառք, պատիվ, զորություն, շնորհակալություն եւ երկրպագություն,
քո խոսքի համար, որ այսօր մեր ձեռքերի մեջ ունենք այն կենդանի խոսքը, որ հոգի եւ կյանք է, այն կենդանի խոսքը, որ այսօր էլ կարող է մարդկանց սրտերը փոխել, ով Տեր, շնորհակալ ենք այս օրենքների, այս օրինակների համար Տեր, որ ունենք քո գրքի մեջ, Տեր, որ կարդալով կարողանում ենք սովորել, թե դու ինչ ես ուզում սովորեցնես մեզ։ Տեր Հիսուս, հոգիով է դցրու, հոգիով է առաջնորդիր, օգնիր Տեր, որպեսզի կարողանանք ինչ որ սովորում ենք Տեր, գնանք եւ քո փառքի համար օգտագործենք, մինչեւ քո հրաշափար գալուստը Հայր, մեզ պահիր, պաշտպանիր քո սիրո եւ խաղաղության մեջ, քո սուրբ արյունով լվա, մաքրիր, սրբիր մեզ Տեր, երբեմն մեր կատարած գործած բոլոր մեղքերի համար, սխալների համար, օգնիր Տեր Հիսուս, որպեսզի կարողանանք քեզ շարունակենք առաջին տեղը պահել մեր կյանքերի մեջ Տեր, որպեսզի միայն դու փառավորվես, քո սուրբ անունը փառավորվի մեր մեջ, մեր միջոցով, ինչպես որ դու ասեցիր, այնպես ապրեք այս երկրի վրա, որ մարդիկ տեսնելով ձեր գործերը փառավորեն Հորը, որ երկինքն է։ Տեր, ողորմիր մեզ, Տեր, քո շնորհքը տուր մեզ եւ օգնիր, որպեսզի կարողանանք քո շնորհքի մեջ մնանք, հաստատ հավատարիմ մնանք քեզ, մինչև Տեր դու մեզ պիտի վերցնես եւ հավիտյանս հավիտենից քեզ հետ պիտի ապրենք։ Հիսուսի սուրբ անունով խնդրեցի։ Ամեն։